Մենք գիտենք, Ալիևը պահանջում է կազմալուծել, կազմաքանդել հայկական բանակը։ Ոչ միայն Ալիևը։ Հրահանգն է կատարում։ Ալիևն էլ էստեղ միջոց, այո, Ալիևը, բայց հատկապես ինքը կատարում է Էրդողանի, Թուրքերի հրահանգը։ Մի բան կա, իրենց ասված է, որ իրենք որոշ տարածքի վրա խոստացել են, բայց չեն հասկանում, որ այդպես չի լինում։ Իրենց որոշ տարածքի վրա իշխանություն են խոստացել, ասենք նահանգապետի կարգավիճակով մոտավորապես, որպեսզի պանթուրքական այդ ծրագիրը իրականանա։ Դա չի կարող լինել, որ գնաց կանցնի թուրքերի վերահսկողության տակ գնաց անցնի այդտեղով եւ վաղը մյուսօր դա չդառնա Թուրքիա։ Արցախում նույնիսկ ցամաքային ճանապարհ չէր անցնում, դարձավ Թուրքիա, ուր մնաց երկաթուղի անցնի իրենց վերահսկողության տակ։ Եվ այդտեղը մենք չկորցնենք, դա բացառվում է։ Մանավանդ Սյունիքի պես մի տեղում, որտեղ մեր տնտեսությունը թույլ է, մեր ազգաբնակչության թիվը քիչ է եւ արտագաղթը շատ է, տնտեսությունն էլ քայքայվում է եւ երկու կողմից էլ թուրքական երեք կողմից թուրքական շրջափակման մեջ է։ Հղում են տալիս փաստաթղթին, ասում են ինքնիշխանություն, տարածքային ամբողջականության պահպանում, սա բլեֆ է։ Այո, անպայման բլեֆ է, դա թղթաշերեփի նման մի բան է, թուղթ է, որ ոչ մի արժեք չունի։ Մենք վաղուց պետք է հասկանանք, որ թուղթը մեր դեպքում որևէ արժեք չունի, մեր դեպքում ռեալ ուժ արժեք ունի։ Թղթի վրա գրված որևէ պայման թուրքը գոնե մեր նկատմամբ, մեր պատմությունը բավական լավ գիտենք եւ պետք է մենք վկայենք։ Որևէ հանձնառություն Թուրքի մեր նկատմամբ կյանքում երբևէ կյանքի չի կոչվել։ Եղել է լրիվ հակառակը։ Եթե քեզ հանգստացրել է միայն նրա համար, որպեսզի դու այսպես չկասկածես իր ագրեսիվ զգոնությունն է ուղղակի զգոնությունն է բթացրել եւ միշտ այդպես է եղել եւ այսուհետեւ էլ միշտ լինելու է ոչ միայն մեր նկատմամբ։ Եթե թուրքը այդպեսին չլներ, ապա համատարած քրիստոնեությամբ բնակեցված փոքր Ասիան, որը մեծ հայոց մեծ կայսրության տարածքն էր, մասամբ նաեւ Բյուզանդիայի, այդ միայն քրիստոնյաներով զբաղեցրած երկիրը այսօր բազմաթիվ ազգերով ու ժողովուրդներով քրիստոնյա բնակեցված երկիրը չէր դառնա թուրք քրդական մի մեծ կայսրություն։ Դա այդ քաղաքականության շնորհիվ է նաև եղել։